Նանուկայի հիմնադրամի վրա դրվել է կալանք, այս մասին սոցցանցում գրառում է հեռուստահաղորդավարուհի Նանուկա Ժորժոլյանին։ Նրա խոսքով դատարանը ուղղակիորեն պահանջել է արգելանք դնել։ Տարածված տեղեկության համաձայն արգելափակված են այլ դրամական միջոցներ ևս, մասնավորապես Նիկա Գիլաուրիի հիմնադրամը եւ Թբիլիսիի Մարդու իրավունքների տունը։ Միխայիլ Սաակաշվիլիի բյուջետային միջոցների յուրացման գործով 9 տարի ազատազրկմանը ավելացել է ևս 4 տարի 6 ամիս։ Դատավորը դատավճիռը հրապարակելիս կիրառել է իր հայեցողությունը եւ պատժի չափերը մասամբ համատեղել նախորդ շաբաթ կայացած դատավճիռի հետ։ Այս որոշումը վիճահարույց դարձավ կողմերի համար։ Բեքա Բասիլայան դատարանի որոշումը համարում է քաղաքական դրդապատճառներով որոշում։ Դատախազի խոսքով դատավորը օգտվել է սահմանադրությամբ տված իրավունքից եւ նման դեպք գործնականում կիրառվում է, երբ հանցագործությունը կրկնվում է։ Նրա խոսքով քրեական գործ է ընթանում եւս 5 անձի նկատմամբ, ովքեր օգնել են Սաակաշվիլիին հանցագործություն գործել։ Նրանք այժմ գրավի դիմաց ազատ են արձակվել դատավարությանը ներկայ են եղել նաեւ Սաակաշվիլիի ընտանիքի անդամները։ Այսօր հերթական մեղադրական եզրակացություն է հնչել Միխայիլ Սաակաշվիլիի դեմ։ Այս դրվագում նա մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ցուցարարներին զանգվածային ցրելու, ԻՄԵԴ-ի հեռուստաընկերություն ներխուժելու եւ Բադրի Պատարկացիշվիլիի պատկանող գույքը հանցավոր կերպով զավթելու մեջ։ Դատական նիստին հարցաքննվել է մեղադրվող կողմի 1 վկա։ Նա ներքին գործերի նախարարության աշխատակից է նախկին, ով ասել է, որ անձամբ իրեն հրահանգել Գալիմեդի եւ հանել կնիքը։ Հանդիպմանը հեռակարգով մասնակցել է նաեւ ինքը Միխայիլ Սաակաշվիլին։ Նա խոսել է պատժաչափերի մասին եւ ասել, որ իր նկատմամբ անարդար որոշում է կայացվել։ Իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվել է օտարերկրյա գործակալների գրանցման ակտի նախագիծը, փոփոխությունները քննարկվել են երկրորդ ընթերցմամբ։ Փաստաթուղթը ԱՄՆ-ում գործող FARA-ի ճշգրիտ թարգմանությունն է։ Օրինագծի համաձայն օտարերկրյա ֆինանսավորում ստացող ֆինանսական եւ իրավաբանական անձիկ պարտավոր են փաստաթղթեր ներկայացնել հակակոռուպցիոն բյուրո։ ԱՄՆ-ում օտարերկրյա գործակալների գրանցման ակտի նման Վրաստանում օրենքի ցանկացած հոդվածի խախտումը պատժվում է 5000 լարի տուգանքով կամ 6 տարի ազատազրկմամբ։ Գրանցումից խուսափողը կտուգանվի 10,000 լարիով կամ կդատապարտվի մինչև 5 տարվա ազատազրկման։ Հակակոռուպցիոն բյուրոն պատասխանատվություն է կրելու օրենքի կիրառման եւ վերահսկողության համար եւ պարտավոր է 6 ամիսը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել խորհրդարան։ Տարածաշրջանային տնտեսության եւ տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ հաստատվեց հեռարձակման մասին օրենքը։ Վրացական երազանքի նախաձեռնած փաստաթուղթը հիմնված է բրիտանական օրենսդրության վրա։ Ըստ հեղինակների, օրինագիծը կսահմանի լրատվամիջոցների օբյեկտիվության եւ լրագրողական էթիկայի չափանիշներ, կնվազեցնի ապատեղեկատվության տարածումը, կսահմանի օրենքի պաշտպանության ինստիտուցիոնալ մեխանիզմ եւ հարցը տեղափոխելու է պետական կարգավորման դաշտ, ինչը նշանակում է, որ հաղորդակցության ազգային հանձնաժողովին կամ դատարանին կտրվի վիճելի հարցեր քննարկելու իրավունք։ Վրացական քաղաքական դաշտում քննարկվում է Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը, թե իր նպատակը երբեք չի եղել միավորել ընդդիմությանը։ Մի շարք քաղաքական գործիչներ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ են անում նման հայտարարություններ անելու փոխարեն մասնակցել հանրահավաքի եւ կանգնել ժողովրդի կողքին։ Ըստ նախկին նախագահի ուժեղ համակարգումը այն է, ինչ կարող է դիմակայել ամեն ինչի, մինչդեռ կեղծ միասնությունը ամենախոցելին է։ Ընդդիմադիրները նշում են, որ միասնությունը եղել է ոչ թե մեկ կուսակցության, այլ կուսակցությունների ընդհանուր շահերի շուրջ։ Ճիաթուրիայում շարունակվում է հանքափորների բողոքի ցույցը, սակայն բողոքի ցույցի մասնակիցները ձեռնպահ են մնում Ճիաթուրիայի տեղական ինքնակառավարման մարմնի շենքի պիկետավորումից։ Նրանք նշում են, որ ոչ պաշտոնական տեղեկություններ ունեն, որ կառավարությունը մտադիր է բավարարել իրենց պահանջները։ Հանքափորները կրկին պահանջում են իրենց հասանելիք աշխատավարձերը, հետաքննել Ջորջիան մանգանեզ ընկերության գործունեությունը, որին կհաջողվի նրան դուրս բերումը Ճիաթուրիայից եւ հանքանյութի արդյունահանման գործընթացը պետության հանձնել է։
Վաղը տեղի կունենա Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույց, այս մասին ԱՄՆ-ի նախագահն է հայտարարել։ Թրամփը հայտարարել է, որ կխոսի Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին։ Նա ցանկանում է հասկանալ, թե արդյոք ինքը կարող է վերջ տալ այդ պատերազմին, որը նրա կարծիքով իրենք ունեն ավելի լավ հնարավորություն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձում է համոզել Եվրամիության երկրներին դադարել ամերիկյան պաշտպանական տեխնիկա գնել եւ փոխարենը կենտրոնանալ եվրոպական արտադրողների վրա։ Մակրոնը նշել է, որ իր նպատակն է համոզել եվրոպական երկրներին, ովքեր սովոր են ամերիկյան ապրանքներ գնել։ Նրա կարծիքով սա արտադրության տեմպերն ավելացնելու միջոց է։ Ինչպես հաղորդում է Պոլիտիկոն, ՆԱՏՕ-ի հիմնական եվրոպական երկրներն ավելի շատ են կախված ամերիկյան զենքից, քան երբևէ։ Հյուսիսային Մակեդոնիայում ակումբում բռնկված հրդեհից հետո երկրում 7-օրյա սուգ է հայտարարվել։ Հրդեհի հետևանքով զոհվել է 59, վիրավորվել ընդհանուր առմամբ 155 մարդ։ Միջադեպից տուժած 14 հոգի բուժման նպատակով տեղափոխվել են Բուլղարիա։ Տուժածների վիճակը ծանր է։ Հյուսիսային Մակեդոնիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ ձերբակալվել է 20 մարդ, այդ թվում պետական պաշտոնյաներ եւ գիշերային ակումբի մենեջերներ։ Պեկինի պողոտայում կստեղծվի հանգստի նոր գոտի։ Աշխատանքների արդյունքում տեղում կտեղակայվեն ֆիթնեսի եւ մանկական ժամանցի գոտիներ, կտեղադրվեն լուսավորության եւ ոռոգման համակարգեր։ Տարածքում կտնկվեն նաեւ ծառեր եւ բույսեր։ Ենթակառուցվածքային ծրագիրը իրականացվում է Պեկինի պողոտայում 33, 35, 37, 39A շենքերի տարածքում։ Ընդհանուր արժեքը կազմում է 1.5 միլիոն լարի։ Վթարված Արագվիի կամրջի վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Սալիկի բետոնային ծածկի վերականգնման աշխատանքները արդեն ավարտված են։ Բետոնի չորանալուն պես կփռվի ասֆալտ, իսկ կիրակի օրը մարտի 23-ին կամրջի երթևեկությունը ամբողջությամբ կվերականգնվի։ Մինչ վերականգնողական աշխատանքների ավարտը երթևեկությունը կթույլատրվի այլընտրանքային երթուղիներով։ Արագվի գետի կամուրջը կառուցվել է 1970 թվականներին եւ գտնվում է Թբիլիսի-Սենակի Լեսելիձե միջազգային նշանակության ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրում։